Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Թե ինչու պարկամուկ եղբոր պոչին մազ չկա։ Ճագար եղբոր հարևանների մեջ կար մեկը, որ ոչ նրա թշնամին էր, ոչ էլ իսկական բարեկամը։ Ոչ այնքան ուժեղ էր, որ թշնամի լիներ, ոչ էլ այնքան խելոք, որ բարեկամ դառնար։ Դա պարկամուկ եղբայրն էր։ Գիտեք ինչ վախկոտն էր պարկամուկ եղբայրը։ Այդ պատճառով էլ ճագար եղբայրն ուզում էր նրան մի քիչ դաս տալ։ Համ էլ պարկամուկ եղբայրը շատ ծույլ էր, ժլատ, աշխատել չէր սիրում ու բոլորից էլ շատ կուտեր։ Եթե մեկը դեն նետեր իր փչացած ուտելիքը, պարկամուկ եղբայրը կվերցներ գետնից և մեծ ախորժակով կուտեր։ Մի օր պարկամուկ եղբայրը այնքան սովածացավ, որ էլ չէր դիմանում։ Սիրտը սալոր էր ուզում, ուրիշ ոչինչ նրան չէր կշտացնի։ Չնայած շատ ծույլ էր, բայց երբ նրա փորը սկսեց ցավել, գնաց սալոր գտնելու։ Դուրս եկավ թե չէ, հանդիպեց ճագար եղբորը։ Մեծ ճանապարհի եզրին նստեցին, զրույց արին։ Ձեռից գնում էր ճագար եղբայրը։ Թե որ մի քիչ սալոր չուտեմ, կմեռնեմ, ասաց պարկամուկ եղբայրը։ Ճագար եղբայրը վեր թռավ, ծափ զարկեց ու ասաց. Ես լավ սալորների տեղ գիտեմ, պարկամուկ եղբայր։ Որտեղ են ճագար եղբայր։ Արջի եղբոր այգում, ահա թե որտեղ։ Չէ որ արջի եղբայրը սալոր չի ուտում։ Իհարկե չի ուտում։ Ես ասացի ուտում է։ Նա սալորի ծառեր է պահում նրա համար, որ շատ է սիրում մեղր ուտել։ Չեմ հասկանում ճագար եղբայր, սալորի ծառն ուր, մեղրն ուր։ Դու էլ։ Մեղուները գալիս են սալորի ծաղկի հյութը ծծելու։ Երբ նրանք թռչում են, ծեր արջի եղբայրը գնում է նրանց հետևից, մեղուների բույնը դառնում։ Գտնում է, թե մեղրն էլ հենց այնտեղ է լինում։ Պարկամուկ եղբոր բերնի ջուրը գնաց։ Ճագար եղբայրը դեռ չէր ավարտել իր պատմությունը, որ նա ճանապարհվեց արջի եղբոր այգին։ Ահա նա նստել է մի բարձր ծառի վրա ու հյութալի սալորներ է ուտում։ Այդ ժամանակ ճագար եղբայրը վազեց արջի եղբոր տուն ու գոռաց. Արջի եղբայր, սալորենիդ կոտրում են, արջի եղբայր։ Արջի եղբայրն անմիջապես տնից դուրս վազեց և դիմեց դեպի իր այգին։ Պարկամուկ եղբորը թվաց, թե լսում է արջի եղբոր ծանր ոտնաձայնը, բայց նա այնքան ագահ էր, որ ուտում էր ու ասում. Մի հատ էլ ուտեմ, հետո կփախչեմ։ Մի հատ էլ ուտեմ, հետո կփախչեմ։ Մեկ էլ արջի եղբոր քայլերի ձայնը լսեց դռան մոտից, բայց նորից ասաց. Մի հատ էլ ուտեմ, հետո կփախչեմ։ Հենց այդ ժամանակ արջի եղբայրը վազեց մտավ այգի։ Բռնեց ծառից ուժեղ թափ տվեց։ Թափ տվեց թե չէ, պարկամուկ եղբայրը շատ հասած սալորենիների հետ վայր ընկավ գետնին։ Վայր ընկավ թե չէ, վեր թռավ, ծլկեց դեպի ցանկապատը։ Արջի եղբայրը նրա հետևից։ Պարկամուկ եղբայրը արդեն հասել էր ցանկապատին, բայց արջի եղբայրը բռնեց նրան։ Ատամները շխկացրեց, պարկամուկ եղբոր պոչը մնաց ատամների արանքում։ Բայց ինքը պարկամուկ եղբայրը արդեն անցել էր մյուս կողմը։ Էլ ետ կգար։ Այնպես ուժեղ ձիգ տվեց, որ պոչն ազատեց։ Բայց ահա թե ինչ պատահեց։ Արջի եղբայրն այնքան ամուր էր բռնել պոչից, պարկամուկ եղբայրն էլ այնքան ուժեղ էր քաշում, որ պոչի վրա ինչքան մազ կար դուրս եկավ։ Մնաց արջի եղբոր բերանում։ Խեղճ արջի եղբայրը քիչ էր մնում խեղդվեր, եթե ճագար եղբայրը մի դույլ ջուր չհասցներ, նա այդ ժամանակ անպատճառ կխեղդվեր։ Այդ օրից դեսը պարկամուկ եղբայրն ու իր բոլոր երեխաները պոչի վրա մազ ունեն։